Բարև ձեզ, այսօր խոսելու ենք հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության եւ վերահսկողության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոհար Ադոնցի հետ։ Բարև ձեզ, Տիկին Ադոնց։ Բարև ձեզ։ Տիկին Ադոնց, կպատմեք մասնագիտության ընտրության մասին։ Մասնագիտության ընտրության մեջ մեծ դերակատարում են ունեցել իմ ընտանիքի անդամները, այսպես ասած այդ գենով իրավաբանի ջիղը եղել է, հա, պապիկս է երկար տարիներ համակարգերում աշխատել, հայրս է համակարգում աշխատել, մեծացել եմ իրավաբանների ընտանիքում, ամեն օր տեսնելով այդ ամենօրյա աշխատանքը, իր բարդություններն էլ, նաև այն, ինչ կարողանում ես տալ այդ մասնագիտությամբ քո երկրին, հենց դա է պատճառ հանդիսացել, որ ես ընտրել եմ այս մասնագիտությունը։ Կան առանձնահատուկ դժվարություններ, որոնց բախվում են կին քննիչները։ Որպես այդպիսին առանձնահատուկ տենց դժվարություններ չեմ կարող նշել, այս մասնագիտությունը աշխատանքը ինքն իրանով արդեն դժվար է, անկախ նրանից կին ես թե տղամարդ։ Իհարկե կնոջ տեսանկյունից որոշակի դժվարություններ այնուամենայնիվ կան, պետք է կարողանաս համատեղես ընտանիքի հետ, հա, կանացի գործերի հետ, նաև ինչ որ առումով դժվար է այս բարդ մասնագիտության մեջ աշխատանքի վայրում լինել ուժեղ, հա, լինել ուժեղ քննիչ եւ միաժամանակ չկորցնել կանացիությունը, միշտ փորձել մնալ կին, հա։ Երևի թե դժվարություն դա կնշեմ, թե չէ աշխատանքի մեջ դժվարությունները այդքան էլ սեռով պայմանավորված չեն, աշխատանքն ինքն իրանով արդեն դժվար մասնագիտություն է, մեծ ժամանակ ու անձնազոհություն պահանջող աշխատանք է ինքն իրանով։ Մեր հասարակությունում կա ամրապնդված կարծրատիպ, որ այս մասնագիտությունը բնորոշ չէ կնոջը, կնոջ աշխատանք չէ եւ այլն, նման խոսակցություններին ինչպես է արձագանքել, եթե եղել են այդպիսիք։ Կան բնականաբար նման խոսակցություններ, ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մասնագիտություն, այդ թվում նաև իրավաբանությունը ու մասնավորապես հա քննիչի, դատախազի, դատավորի աշխատանքը ընդհանրապես սեռով պայմանավորելը ճիշտ չի։ Երբևէ այդ խոսակցությունները ինձ կաշկանդող չեն եղել, բայց այո, աշխատանքի բերումով այն փաստով, որ դու կին ես, միշտ սկզբնական փուլում նամանավանդ, եթե երիտասարդ կին ես, հա, որ այս համակարգում աշխատանքի է անցնում, միշտ թյուր կարծիք է լինում, որ թույլ ես եւ տղամարդիկ կարող են ճիշտ ուղղություն ցույց տալ, հա, ավելի ճիշտ են պատկերացնում, քան կինը, բայց այդ կարծիքները ընդհանրապես կաշկանդող չեն եղել, հակառակը ավելի ամրապնդել են նպատակ ցույց տալու աշխատանքով, ապացուցելու, որ սեռը աշխատանքի եւ մասնագիտության ընտրության հարցում ընդհանրապես կարևոր չէ, կարևոր է գիտելիքը, աշխատասիրությունը եւ այն ոնց ես նվիրվում քո ընտրած մասնագիտությանն ու աշխատանքին։ Իսկ ինչ որ պահի տարբեր դժվարություններով պայմանավորված հիասթափություններ եղել են կամ փոշման եք, որ այս մասնագիտությունն եք ընտրել։ Իմ մասնագիտական գործունեության մեջ եղել են մեծ հիասթափություններ, բայց դրանք չեն հանգեցել նրան, որ ես փոշմանեմ, հա, զղջամ իմ ընտրած մասնագիտության հարցում, որովհետեւ ես հասկացել եմ, որ այդ հիասթափությունները իմ մասնագիտության հետ կապ չունեն, կապ ունեն մարդկանց հետ եւ հակառակը այդ հիասթափությունները պատճառ են նաեւ դարձել, որ ես, այսպես ասած, ավելի շատ գնահատեմ իմ մասնագիտության հիմքում ընկած ամենակարևորը այդ արդարության զգացողությունը, արդարության կարևորությունը։ Զղջալու իրավիճակներ որևէ հիասթափությունով չի եղել չէ։ Իսկ գործունեության ընթացքում դեպքեր եղել են, որ հարցաքննվողից կամ նրա հետ փոխկապակցված անձանցից որևէ սպառնալիք ստանաք։ Այդ պատկերացումները կարծում եմ ավելի ֆիլմային պատկերացումներ են։ Իհարկե մեր աշխատանքը բավականին ռիսկային աշխատանք է, որովհետև առնչվում ես տարբեր տեսակի մարդկանց հետ, բարեբախտաբար իմ աշխատանքային պրակտիկայում նման իրավիճակներ չեն եղել, չեմ բացառում, որ հնարավոր է լինեն, բայց բարեբախտաբար չեն եղել։ Այսինքն աշխատանքը ռիսկային է, բայց այդ պատկերացումներն էլ սպառնալիքների առկայության մի փոքր ավելի ֆիլմային են, քան իրական։ Տարբեր տեսակի մարդկանց հետ ես առնչվում, բավականին աղմկահարույց գործեր են լինում, հետաքրքիր, հա, հանցան կատարած, ենթադրյալ հանցան կատարած անձանցով, բայց
Իմ պրակտիկայում բարեբախտաբար նման սպառնալիքների իրավիճակներ չեն եղել, հուսով եմ չեն լինի։ Իսկ ինչ մարտավարական առանձնահատկություններ կան, որոնք դուք բանեցնում եք աշխատանքը լիարժեք ավարտին հասցնելու համար։ Եթե մասնագիտական ինչ-որ հատկանիշների մասին, այդ տեսանկյունից պատասխանեմ հարցին, մարտավարական որպես այդպիսին առանձնահատկություններ, որ քննիչը կարծում եմ պետք է ունենա, պետք է համբերատարություն, ինչը ես մինչև այս աշխատանքին անցնելը չեմ ունեցել ու տարիների ընթացքում այդ համբերատարության հատկանիշը կարծում եմ շատ լավ ձևավորվել է իմ մեջ։ Պետք է շատ ուշադիր լինես, դետալներին ուշադիր լինես, լսելու ունակություն ունենալ ու լսելու ոչ միայն չընդհատելու լսելու, այլ հենց լսելու բովանդակությունը ամբողջ դետալներով, որովհետև մարդկանց հենց խոսքի մեջ դետալներն են, որ օգնում են իրականությունը պարզել։ Շատ հաճախ մարդը շատ խոսելիս շատ փոքր դետալների ուշադրություն չի դարձնում, իսկ քննիչը պետք է կարողանա հենց օդից ընկալի այդ դետալները, հետո դրանք ճիշտ օգտագործի։ Համբերատարություն, ուշադրություն եւ դետալներ նկատելու ունակություն։ Իսկ ձեր պրակտիկայից ելնելով եւ նաեւ անձնական ընկալումներով, ովքեր են ավելի հաճախ ստում կանենք, թե տղամարդիկ։ Էլի կպատասխանեմ, որ կարծում եմ դա սեռով պայմանավորված չի։ Կարծում եմ դա ընդհանրապես մարդու տեսակով պայմանավորված է եւ ես իմ փորձից ելնելով նկատել եմ, որ ստում են մարդիկ վախի զգացողությունից ելնելով։ Ստում են, երբ որ վախենում են, որ իրականությունը կբացահայտվի, ստում են, երբ որ վախենում են, որ իրենց պատմած իրականությամբ ինչ-որ մեկին կվնասեն։ Դրա համար չեմ կարծում, որ դա սեռով պայմանավորված է եւ չեմ կարող առանձնացնել կանեք, թե տղամարդիկ են ավելի հաճախ ստում։ Մարդիկ ընդհանրապես հաճախ ստում են, անկախ սեռից։ Անընդհատ նշվում է, որ քննիչները շատ ծանրաբեռնված են աշխատում, եղել են դեպքեր, որ աշխատանքից ելնելով նաև գիշերը մնաք եւ շարունակեք աշխատել։ Կհաստատեմ այդ փաստը, որ քննիչները շատ ծանրաբեռնված են աշխատում եւ իմ աշխատանքային փորձի ընթացքում բազմաթիվ դեպքեր եղել են, երբ շատ ուշ ժամերին դատական նիստերի եմ մասնակցել, եղել են նաև իրավիճակներ, երբ երեխաս մինչև գիշեր ժամը 3-4-ը իմ հետ եղել է աշխատանքի վայրում, որովհետև մեղադրանք ներկայացնելու, գործդատան ուղարկելու հրատապություն է եղել եւ ստիպված երեխային իմ հետ պահել եմ աշխատանքի վայրում։ Հետևաբար, այո, այդ կարծիքը ճիշտ է, որ քննիչները աշխատում են շատ ծանրաբեռնված եւ ես իմ խոսքի մեջ նշում եմ, որ այս աշխատանքը անձնազոհություն պահանջող աշխատանք է, հենց այդ ժամանակը դրանցից մեկն է։ Ընդհանրապես բոլորիս համար ամենաթանկ բանը ժամանակն է, իսկ քննիչի աշխատանքում ժամանակիդ գրեթե 90%-ը անցնում է աշխատանքի վայրում ու կապ չունի, դա ցերեկ է, գիշեր, նայած ինչ աշխատանքը եւ ինչ հրատապություն է դա պահանջում։ Իսկ կա որևէ գործ, որն առանձնահատուկ հետք է թողել ձեր կարիերայի վրա։ Կարիերայի վրա առանձնահատուկ հետք թողած գործ չկա, որովհետեւ բոլոր գործերն էլ ըստ էության կարիերայի վրա իրանց հետքը թողել են, բայց կան գործեր, որոնց արդյունքներով պայմանավորված ես ինքնաբավարարման զգացում ունեցել եմ։ Կպատմեմ ձեզ մի տենց գործի մասին։ Ճիշտ է, քննիչի աշխատանքային փորձից չի, դատախազ աշխատելու փորձից է այդ գործը, զինվորական դատախազությունում քննվող գործ է եղել 2005 թվականին տեղի ունեցած սպանության գործ զինծառայողի, որը որ իմ աշխատանքի, ներկայումս էլ իմ գոլեգայի աշխատանքի, մեղադրանք դատարանում գոլեգաս է պաշտպանում, իր աշխատանքի շնորհիվ 2005 թվականին կատարված սպանությունը բացահայտվել է 2024 թվականին, իմ գրած համապատասխան քրեադատավորական փաստաթղթերի հիման վրա վերացվել են 2005 թվականին կայացված ապօրինի որոշումներ եւ արդյունքում այդ գործը հիմա դատարանում է եւ ենթադրյալ հանցանք կատարած անձը առնվազն գոնե կբացահայտվի դատական ակտի արդյունքում, երևի թե մեղավոր կճանաչվի, ինչով այս գործը իմ մեջ առանձնահատուկ տպավորվել։ Զոհվածի մայրը սրտի խնդիր ուներ եւ նշում էր, որ չի գնում վիրահատության, որովհետեւ վախենում է վիրահատության ժամանակ մահանալ եւ այդպես էլ չտեսնի իր որդուն, սպանողի պատիժը եւ ես երբեք երևի թե չեմ մոռանա, երբ որ այդ համապատասխան որոշումը կայացվեց եւ 2005 թվականին այդ կայացված անօրինական որոշումը վերացվեց, դրանից հետո ես հեռախոսազրույց եմ ունեցել այդ կնոջ հետ, 2 օր հետո այդ լուրը հայտնելուց հետո
ինքնից զանգեց ու ասեց, որ վաղը իր սրտի վիրահատությունն է։ Այդ դրվագը ես երևի թե երբևէ չեմ մոռանա, այդ գործը իմ վրա տենց հետ կթողել է, դրանով եմ առանձնացնում այդ վարույթը, ու տենց ինքնաբավարարման զգացում ամեն դեպքում ունեմ, որ կարողացել եմ ինչ-որ մի լումա ունենամ այդ գործի վերսկսման մեջ։ Ունեք դուստր, քանի տարեկան է նա եւ հետաքրքրվում է մայրիկի մասնագիտությամբ։ 7 տարեկան է, շուտով 8 տարեկան կդառնա, հետաքրքրվում է, շատ տարբեր կարծիքներ է հայտնում, սկզբնական փուլում բնականաբար ինքն էլ ուզում էր ընտրել իր մասնագիտությունը, բայց շատ լավ ստացվում իր մոտ երգելը, շատ արտիստիկ երեխա է, հիմա այլ մասնագիտության ուղղությամբ է գրվում ու դրանից պատճառներից մեկը իմ ծանրաբեռնվածությունն է։ Երբ որ հարցնում են ինչի մայրիկի մասնագիտությունը չէ, նշում է, որ այդ ծանրաբեռնվածությամբ չի ուզում աշխատել։ Երբևէ չեմ ազդելու մասնագիտության ընտրության հարցում, կօգնեմ, եթե կուզենայի մասնագիտություն ընտրել, ես միայն ուրախ կլինեմ, եթե ոչ, էլի աջակից կլինեմ բոլոր հարցերում։ Վերջում Տիկին Ադոնց ձեզ այլ ոլորտում պատկերացնում եք։ Չեմ պատկերացնում բացարձակ որևէ այլ ոլորտում, ես հոգով, սրտով պետական ծառայող եմ ու իմ առաքելությունը երևի թե տեսնում եմ հենց պետությանը ծառայելու մեջ։ Նույնիսկ իրավաբանության մասնավոր ոլորտներում ինձ չեմ պատկերացնում, հենց ասենց հոգով սրտով պետական ծառայող եմ, այլ ոլորտներում չեմ պատկերացնում, չէ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։